Բարի երեկո, դուք դիտում եք Ամեքլուսի Այգ Ֆե+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Գործատուն եւ աշխատողը պետք է քննարկեն ծագած խնդիրները եւ փորձեն արդյունավետ տարբերակներ գտնել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանը նշում է հիմնական խախտումները, որոնք առկա են այս ոլորտում։ Հիմնական խախտումները, որ վերաբերում են ցավոք պետք է արձանագրենք աշխատանքային պայմանագրի չկնքելուն կամ անօրինական աշխատանքի։ Երկրորդ ուղղությունը աշխատավարձերի հետ կապված, այսինքն աշխատավարձերի ուշացումներ։ Ֆերմեր Վարուժան Խոդեդանյանի կարծիքով գազի գնի էժանացումը եւ Թուրքիայից լոլիկի ներմուծման արգելքը նպաստում են տեղական լոլիկի արտադրությանը։ Մոտավորապես 90-95% այսօր տեղական արտադրության լոլիկներ են։ Կարող են որ մի փոքր քանակություն 50 կիլոգրամ, 100 կիլոգրամ չմաքսանենք ճանապարհով կամ չգիտեմ ուրիշ ճանապարհներով վերացնեն։ Արաբագետ Գորգ Գևորգյանի խոսքերով Էրդողանը երկու քաղաքական գծի մեջ է տատանվում։ Մեկ ասում է, որ ԱՄՆ-ն լավն է, մեկը սկսում է փնովել Միացյալ Նահանգներին, հատկապես երբ վերջիններս աջակցում են քրդերին։ Արաբագետը անդրադարձավ նաև Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին։ Թուրքիայում շատ տարածված է մի ասացվածք առ այն, որ եթե չես կարողանում ձեռքը կտրել, ապա պետք է այն համբուրես։ Հիմա Թուրքիան եւ Էրդողանը առաջնորդվում են այս ուղեգծով։ Հայաստանում բնակվող եզդիները մայիսի 1-ին նշում են իրենց ազգային միասնության տոնը։ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին, որ 2002 թվականի մայիսի 1-ին պետականորեն ընդունեցին եզդիների ազգային լեզուն եզդիկին եւ ազգային կրոնը Շաֆրեդին։ Եվ դրա հիման վրա եզդիների լեզուն ճանաչեց Եվրոխորհուրդը, Եվրոմիությունը։ Մի խումբ երիտասարդներ այսօր հակամայիս 1-յան ակցիա են կազմակերպել։ Երիտասարդների կարծիքով մայիսի 1-ը սովորական օր չէ, այլ աղքատ դասակարգի իրական պայքարից խուսափելու օր։ Միացյալ Նահանգների կոնգրեսը 2017 թվականի ֆիսկալ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է նախագահ Դոնալդ Թրամփի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վիճահարույց առաջարկին, որոշելով գումար չհատկացնել դրա իրականացման համար։ Ինչպես նշում է Guardian-ը, առաջին հերթին դրան դեմ էին դեմոկրատները, նշելով, որ սահմանային անվտանգության վրա ծախսվելիք միլիարդավոր գումարները նպատակային չեն լինի։ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ սպառնալիքի առաջացման դեպքում պատրաստ է հարվածել ամերիկյան USS Michigan ատոմային սուզանավին եւ խորտակել այն։ Ինչպես նշում է կորեսպոնդենտ.net-ը, Հյուսիսային Կորեան ամերիկյան ատոմային սուզանավի ժամանումը հարավ կորեական Պուսան նավահանգիստ մեկնաբանել է որպես ռազմական ահաբեկման ակտ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրան կիրակի հայտարարել է զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին երկրում նվազագույն աշխատավարձը միանգամից 60%-ով բարձրացնելու մասին։ Հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի ավելի քան 60,000 բոլիվար, առաջվա 40,500 բոլիվարի փոխարեն։ Նաև առաջին անգամ սահմանվում են լրացուցիչ վճարումներ կենսաթոշակառուների համար 19,500 բոլիվարի չափով։ Հիշեցնեմ, $1 ավելի քան 50,000 բոլիվար է։ Օրվա լրահոսը։ Հայաստանի կոմունիստները մայիսի 1-ի առավոտն սկսում են փոխադարձ շնորհավորանքներով։ Կոմունիստներին չի խանգարում հանգամանքը, որ մայիսի 1-ն այլևս նույն շոքով չի նշվում, ինչպես խորհրդային տարիներին։ Եկենք, բարենք, քաղաքալի ինչա, ջահել ենք, բոլորս է ջահել ենք։ Ամենափոքրը ես եմ, 75 տարեկան։ Իզրել ասված է տարիքից։ Յուրի Գասպարյանն իրեն ամենահավատարիմ կոմունիստներից է համարում, անկախությունից հետո էլ չի հրաժարվում կուսակցական տոմսից։ 700,000 բնակչությունը այս դրոշ ներկերով Ռուսաստանի հետ միավորվավ, ստեղծվեց 324 գործարան, 324 գործարան ստեղծելուց հետո
զարկ տվավ Հայաստանը։ Մայիս մեկյան երթում ամենակարևոր գործը նրանն է, կուսակցական դրոշը ձեռքին ինքն է առաջնորդողը։ Հանձնարարությունը կենտրոնից ինձ ա տված, եթե վերադարձ մարմինների ասացա, ասма խիստ պարտադիր։ Ինչպես տարիներ առաջ, այսօր էլ կոմունիստական երթի մասնակիցներն են պիոներները։ Սպարտակ Գրիգորյանը երթի է եկել Թորան հետ, ինչպես պապը Թորն էլ կոմունիստական ուղիով է գնալու։ Որովհետև երկիրը այնպես արեց, որ լավ երեխաներ պետք է կոմունիստներ։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում գործազրկությունը 18% է, աղքատ է 3 քաղաքացուց մեկը։ Հայաստանում կան ճորտատերեր ու ճորտեր, աշխատավորներ մենք չունենք։ Շահագրգռում ենք իշխանություններին, որ հարկավոր է աշխատատեղեր ստեղծել, մարդկանց աշխատան զբաղվում, որպեսզի վերադառնան ամեն իրեն ընտանիք։ Աշխատատեղերի ստեղծումը խորհրդարանական ընտրություններում կոմունիստների կարգախոսի մաս էր, բայց այս ուժը ազգային ժողով չանցավ։ Ոչ թե չանցանք, այլ այն ձայները, որը մենք ստացել էինք մեր կարծիքով, չգրվեց կոմունիստական կուսակցության դիմաց։ Մայիս մեկյան երթն ավարտվեց մանկական այգում, երեխաներն այստեղ անվճար պաղպաղական տեսեցին, իսկ մեծերի համար բուլկիներ։ Հայազն կուսակցությունը միավորվեց սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հետ։ Մենք մի կողմ ենք դրել մեր ամբիցիաները, մեր կուսակցական, այսպես ասեմ, հպարտություն կոչվածը եւ պատրաստ ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի միավորվել մեկ դրոշի ներքո։ Հայաստանի քաղաքական մտքի պատմության մեջ առաջին անգամ երկու քաղաքական կուսակցությունները միացել են իրար, ոչ թե նախընտրական ժամանակաշրջանում, ոչ թե առաջիկա որևիցե ընտրության մասնակցելու եւ հետագայում տուն գնալու նպատակով, այլ մասնակցել են նախ եւ առաջ իմի բերելով մեկ գաղափարական եւ քաղաքական օրակարգ։ Աշխատավորի իրավունքների նվիրված համատեղ խորհրդաժողովի ընթացքում նրանք հրապարակեցին իրենց միասնական 6 կետանոց մանիֆեստը, որում սահմանվում են աշխատանքային իրավունքների խախտումները։ Նոր քաղաքական միավորումը նպատակ ունի ստեղծել աշխատանքային խախտված իրավունքներով զբաղվող խորհուրդ, որը կգլխավորի Արմեն Մկրտչյանը։ Այսօրը պետականորեն ոչ աշխատանքային օր է, սակայն տոնի հոտը դեռևս չի զգացվում եւ պատճառներից գլխավորը Հայաստանում աշխատավոր մարդու, աշխատավոր գյուղացու, աշխատավոր քաղաքացու ամենօրյա ոտնահարվող իրավունքներն են։ ՍԴՀԿ ատենապետի խոսքով իրենք նպատակ ունեն դառնալու այն ընդդիմությունը, որի կարիքը միշտ զգացվել է երկրում, որը սակայն այդպես էլ չի ձևավորվել։ Այդպես էլ ծրագրային ընդդիմություն Հայաստանում չեղավ, այդպես էլ չասեցին, թե իրենք գալու են ինչ անեն, ինչ ծրագիր են առաջարկում։ Հայաստանում անհրաժեշտ է առողջ քաղաքական, ինստիտուցիոնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին կանգնող քաղաքական միավոր։ Երկու կուսակցությունները հայտարարեցին այն միացյալ քաղաքական խորհուրդ ձևավորելու եւ ընդհանուր օրակարգ մշակելու մասին։ Մարտի 18-ի հացբերող Արթուր Սարգսյանի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ուսը կոտրած Լաուրա Զաքարյանի գործով ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվի։ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել ոստիկանների դեմ։ Ոստիկաններն են ինձ հետ հրել եւ նրանք են ստիպել, որ ես իմ հավասարակշռությունից դուրս եմ եկել։ Ասեմ ավելին, անցնելուց հետո ինձ ոստիկանները օգնություն չեն դիմել, օգնության չեն մոտեցել։ Ինձ բարձրացրել են, լսել եմ մարդկանց ձայները, իրենք են բարձրացրել եւ ինձ քաղաքացի է ուղեկցել դեպի ոստիկանական մեքենա։ Ընկած կնոջը գետնին ոստիկանները ոտքերով հարվածներ են հասցրել, տարբեր մարմնի մասերում կան մարմնական վնասվածքներ պատճառված եւ այստեղ հատուկ քննչական ծառայությունը չի տեսնում հանցագործություն։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Լաուրա Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության վնաս։ Փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքերով միայն իր վստահորդից են բացատրություն վերցրել։ Դեպքի վերաբերյալ տեսանյութերը քննության առարկա չեն դարձել։ Ենթադրյալ բռնություն գործադրած ոստիկանները բացատրություն չեն տվել։ Մինչդեռ Լաուրա Զաքարյանը դեպքից հետո մեկ շաբաթ անց է կացրել հիվանդանոցում։ Ոչ Վալերի Օսիպյանին են բացատրություն վերցրել, քանի որ նա էր անմիջականորեն հրաման տալիս, դրանից բացի այդ օրը ծառայություն իրականացող ոստիկաններից նույնպես բացատրություն չի վերցվել։ Արա Ղարագյոզյանի խոսքերով հատուկ քննչական ծառայությունը անկործություն է դրսևորում եւ չի ուզում բացահայտել հանցագործություն կատարողներին։ Հատուկ քննչական ծառայությունը պարզապես հովանավորում է այն ոստիկաններին, ովքեր որ քաղաքացիների նկատմամբ բռնություն են կիրառում, իսկ եթե քաղաքացիները մի հատ մատով դիպչում են ոստիկաններին, ոստիկան
քաղաքացիների նկատմամբ սկսվում է քրեական հետապնդում, ընդդուք կալանավորում։ Պաշտպանը հայտարարում է, Հայաստանում ընտրովի արդարադատություն է գործում եւ խաղաղ-հավաքի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնության համար որևէ ոստիկան չի ենթարկվել քրեական պատասխանատվության։ Հայաստանում կա 7-ից 9 կովկասյան ընձառյուծ։ Վերջին անգամ ընձառյուծին ֆոտոթակարդներով ֆիքսել են 2013 թվականին։ Մարիան ընձառյուծը, որ պայմանականորեն մենք Եվա ենք անվանում, Զանգեզուրի, այո, լեռնաշղթայում բնակվում էր մոտ, նա ծագեր էր ունեցել 2-ից 3 ցակ է այս պահին։ Կենդանիները պետական սահմաններ չեն ճանաչում եւ ընձառյուծը անվերահսկելիորեն տեղաշարժվում է Նախիջևանից Իրան, Հայաստան, որը որոշակի վտանգներ է ներառում։ Մինապատված տարածքներ կան, որ կենդանիները այնտեղ վնասվում են, մենք ունենք որոշակի վնասված ընձառյուծներ, իհարկե վստահ չենք դա մինապատ տարածքների արդյունք է, թե թակարդների արդյունք է։ Հայաստանը ընձառյուծների համար շատ փոքր, սակայն հարմարավետ երկիր է։ 30,000 հեկտար տարածք ունեցող Խոսրովի անտառպետական արգելոցից մինչև Զանգեզուր էկոհամակարգերը ամբողջովին համապատասխանում են ընձառյուծի ապրելակերպին՝ ձյան սակավություն, ժայռեր, կերային բազայի առկայություն։ Հիմնականը բեզոարանայցն է, վայրի խոզը շատ քիչ է, վայր մացարախոզն է, հա, բարսուկ, գորշուկն է։ Հայաստանում բնության համաշխարհային հիմնադրամի ընձառյուծի պահպանության ծրագիրը սկսվել է 2002 թվականին։ Կազմակերպությունը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղեկատվական արշավ անցկացրեց Խոսրովի պետական անտառ արգելոցում, որտեղ բացի ընձառյուծից փորձարվեց գտնել հազվագյուտ մյուս կենդանատեսակների հետքերը։ Խոսրով պետարգելոցը 24000 հեկտար բաց տարածք է։ Բոլոր տեղերից կարող են մարդիկ մտնել։ Խնդիրները գիշեր-ցերեկ 24 ժամ հերթապահություն են իրականացվում։ Եվ հատուկ ջոկատի եւ տեղամասային տեսուչների միջոցով 99% որս գոյություն չունի, որսագողություն չկա։ Խոսրովի անտառ արգելոցը առաջին կարգի պահպանվող տարածքներից է, որտեղ մարդու գործունեությունը որպես այդպիսին արգելված է։ Էկոտուրիստներ լինում են նախարարության հատուկ թույլտվությամբ։ Նրանց համար գործում է 2 կացարան։ Կովկասում աճող 3500 տեսակի բույսերից միայն 1849 տեսակը աճում է այս տարածքում, որոնցից ավելի քան 80 տեսակը գրանցված է Կարմիր գրքում։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող անդիմադիր ուժերից ելք դաշինքը հայտնի է նախորդ խորհրդարանական ընտրություններում շատերի համար անսպասելի լավ արդյունք ցույց տալու շնորհիվ։ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքապետի թեկնածու գուցե այնքան էլ ընկալելի չէ, բայց որպես անդիմադիր քաղաքական հռետոր միանգամայն ընդունելի է եւ նրա սուր ելույթները դուր են գալիս երևանցիներից շատերին։ Ինչպիսի շանսեր ունի դաշինքը առաջիկա ընտրություններում։ Օրվա գլխավոր թեման։ Նախընտրական քարոզարշավի մեխանիզմները Հայաստանում վերջին 20 տարիներին չեն փոխվել, նույնիսկ ընդդիմադիր նորաստեղծ ուժերը մասնագետների կարծիքով չեն կարողացել ստեղծել իրավիճակ, որ լուրջ փոփոխությունների առիթ կդառնա։ Եթե շանսերը փորձում են գնահատել այն տեսանկյունից, որ տեղի ունենում դասական քաղաքական պայքար, թեկուզ թիմ մակարդակում, եւ կա հավասար մրցակցություն, չկա օրենքի խախտում որևէ մակարդակում, չկա օրենքի կամայական վերաբերմունք եւ այլն, այս առումով շանսերը իհարկե իշխանության շանսերը Հայաստանում անհամեմատ միշտ քիչ են լինելու, քան որևէ ընդդիմադիր ուժի, առավել եւս եթե ընդդիմադիր ուժերը ներկայանում են որոշակի թարմությամբ։ Նոր խոսք լսել եմ միայն ելքի, այդպես ասած ներկայացումներից, որոնք յուրահատուկ ոնց որ թե դարել են առաջի ջութակ նվագողի նման թեմա բերելու քննարկման դաշտը եւ հետաքրքիր դարձնելու, խոսացին տրանսպորտից, բոլորը սկսեցին խոսալ տրանսպորտից, խոսացին կանգառներից, բոլորը սկսեցին ասել կանգառների հարցերը։ Ընդդիմադիրներն էլ իրենց հերթին այսօր կարիք ունեն ցույց տալու, թե ինչ են առաջարկում, շատերը նրանց չեն ճանաչում ու չգիտեն ինչ ակնկալեն։ Կան տարբեր շերտավորումներ, թե ելքի դեպքում, երկիր Ծիրանի դեպքում նույնիսկ այս շերտերը դեռևս անհասկանալի են, այնտեղ ես չգիտեմ Զարուհի Փոստանջան անունից բացի ուրիշ ինչ կա։ Ելքի դեպքում կան տարբեր շերտեր 3 կուսակցությունների, նույնիսկ ինչ-որ իմաստով 3 տարբեր սերնդի քաղաքական ուժերի միավորում է, որը իր առաջ դրել է մեկ կուսակցություն դառնալու նպատակ։ Հիմա տեսնենք, թե այդ նպատակը ինչպես պետք է իրագործվի։ Օրենքի պահանջով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 3 ուժերն էլ կհայտնվեն քաղաքապետարանում, այլ հարց է, թե ով կկազմի մեծամասնությունը։ Եթե
հանրապետականն լինի ընդդիմությունը, ապա կլինի այն ընդդիմությունը, որը ունի ռեսուրսներ, որի մասին միշտ խոսացել են, որ ընդդիմության խնդրեմը ռեսուրսներ չունենալն է, հիմա կունենանք ռեսուրսներով ընդդիմություն, կունենանք մարդիկ, որոնք իրականությանը տիրապետում են ոչ թե թղթերից, այլ հենց իրական պատկերներից, միգուցե այս մտքային բախման ժամանակ, ավականիում այդ քննարկումների ժամանակ փոքրիկ այդ պարլամենտում քաղաքի մենք կտեսնենք նոր մոտեցումներ եւ քաղաքի զարգացում։ Իդեպ չի բացառվում, որ կախված քաղաքական ուժերի հավաքած տոկոսներից Երևանում կկրկնվի Վանաձորի սցենարը, այսինքն ընդդիմադիրները բոյկոտ են ավականու նիստերը, եթե քաղաքապետ ընտրվի հանրապետական թեկնածու։ Երկդաշինքը իր քաղաքական թիմով հայտնի է ոչ միայն խորհրդանական ընտրությունների շնորհիվ, այդ դաշինքի ձևավորումից առաջ էլ նրա լիդերները հայտնի մարդիկ էին քաղաքական դաշտում, արդյոք իրենց ձեռք բերած քաղաքական կապիտալը բավարար է քաղաքի ավականու ընտրությունների համար, այդ հարցի պատասխանը մենք շատ շուտով կիմանանք։ Տեղական ինքնակառավարման ընտրությունները նույնիսկ այն պարագայում, երբ դրանց մասնակցում են քաղաքական կուսակցությունները, միևնույն է ընկալվում են որպես տվյալ համայնքի, թեկուզ մեծ համայնքի խնդիրների լուծման համար պայքար։ Ասել, որ Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելու ժամանակ ոչ մի խնդիր չի լուծվել եւ Երևանը չի բարեկարգվել, կարծում եմ արդար չի լինի։ Իհարկե կան նաև լրջագույն խնդիրներ, արդյոք դրանց լուծմանը կնպաստի զուտ քաղաքական ռետորաբանությունը։ Իհարկե ընտրողներից շատերին հաճելի է լսել Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի հասցեին սուր քննադատություն։ Արդյոք այդ դժգոհությունը հնարավոր է կոնվերտացնել ընտրողների ձայների։ Այդ հարցի պատասխանը նույնպես այնքան էլ ակնհայտ չէ։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է Ելք դաշինքի անդամ ազգային ժողովի պատգամավոր ընտրված Արարատ Միրզոյանը։ Պարոն Միրզոյան, հանրահավաքներ, բակային հանդիպումներ շարունակվում են, ինչ տպավորություններ ունեք այդ հանդիպումներից։ Շատ դրական, եթե փորձեմ մի բառով ասել, շատ ջերմ եւ երևանցիների արձագանքը շատ ավելի այսպես ոգևորող է, քան կարելի ընդհանրել առաջին հայացքից, հաշվի առնելով, որ ազգային ժողովի քարոզարշավը նոր է վերջացել եւ ընդհանրաբար պետք է մարդիկ հոգնած լինեին այդ ամենից, բայց ոչ, արյուտես, որ ավելի ու ավելի է դա մարդկանց դուր գալիս։ Մարդիկ խոսում են ասֆալտի, տրանսպորտի, թե ավելի գլոբալ համազգային խնդիրների մասին։ Եվ ասֆալտի հետ զուգահեռ խոսում են արտաքին քաղաքականությունից, բայց բնականաբար, քանի որ քաղաքային իշխանության ընտրություն է, ուշադրության կենտրոն հիմնականում այդ համատեքստում գտնվող, այդ հարթության վրա գտնվող հարցերն են, ասֆալտ, վերելակներ, տանիքներ եւ այլն։ Այսինքն դա այնուամենայնիվ քաղաքական ընտրություն է ըստ ձեզ։ Այնուամենայնիվ այո, միանշանակ քաղաքական ընտրություն է։ Դուք չեք տեսնում Երևանում դրական փոփոխություններ այս 8 տարվա ընթացքում։ Դուք կմատնանշեք դրանցից մի քանիսը։ Դե օրինակ այս պուրակը, որը կա Գարեգին Նժդեհի մոտ, կառուցվել է, ասեք, վերջին մի տարվա ընթացքում։ Լավ, ուրեմն հաշվի առնելով, թե քանի տարի է անցել, հաշվի առնելով, թե ինչպիսի նվաճումներ են կարող արձանագրել տարբեր այլ քաղաքներ, այդ թվում եւ առաջատար զարգացող երկրներում այդքան ժամանակահատվածում, հաշվի առնելով, թե ինչպիսի դրամական միջոցներ են ծախսվել այդ ժամանակահատվածում, ոչ, անբավարար են այդ զարգացումները։ Մեկ-երկու տեղ պուրակը, մեկ-երկու կանաչ գոտու ասենք ստորգետնյա անցումները որոշները մաքրվել են, ավելի գեղեցիկ են դարձել, դե խանութներ են դրվել եւ եկեք միասին գնանք քաղաքապետարանի կողքը գտնվող ստորգետնյա անցումը, այդ Սուրբ Սարգսի հարևանությամբ եւ այնտեղի գարշահոտությունը, եթե կարողանանք հանդուրժել եւ մի կողմից անցնել մյուսը, ես կասեմ այո։ Այսինքն դուք չեք տեսել այդ ստորգետնյա անցումները, ասենք երիտասարդական մետրոյի կամ հյուսիսային պողոտայի տակի։ Նայեք, խնդիրը հետեւյալն է, հյուսիսային պողոտայի տակինը տեսել եմ, այնտեղ լրիվ այլ բան է, կոմերցիոն լուծումներ են, հա, եւ ներդրումները այլ են։ Ես տեսել եմ օրինակ հայրենի կինոթատրոնի հարևանությամբ գործող անցում, որը փակված էր, հիմա կա եւ մարդիկ օգտվում են դրանից, բայց ես կերկում եմ, սա անբավարար է, խիստ անբավարար է։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Ելք դաշինքի անդամ ազգային ժողովի պատգամավոր ընտրված Արարատ Միրզոյանը։
Իսկ այժմ Ամեկ+-ի ընտրական օրացույց շարքը, ինչ է տեղի ունեցել Երևանի ավագանու նախորդ երկու ընտրություններից 13 օր առաջ։ 2013 թվական Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում Բարև Երևան ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Անահիտ Բախշյանը չի հերքում, որ քարոզարշավի ընթացքում կուսակցության անդամները պաստառներ են փակցրել ՕԵԿ-ի պաստառների վրա։ Երբ որ գնում ես և տեսնում ես, որ ամեն տեղ արդեն փակցրել են, քոնին տեղ չկա, վերցնում ես ինչ-որ մեկի վրա փակցնում ես, հատկապես այն դեպքում, երբ դրանից էլի կա, նշել է Անահիտ Բախշյանը։ Ընտրական օրացույց։ «2009-ի ավագանու ընտրությունների քարոզարշավի այս օրերին արդեն մամուլը գրում է ընտրակաշառքների դեպքերի մասին, դրամական առումով մեկ ընտրողի քվեն առայժմ գնահատվում է 5000 դրամ։ Քարոզարշավի այս օրը Հայ ազգային կոնգրեսի ավագանու ցուցակի առաջին համար Լևոն Տեր-Պետրոսյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներին տեղեկացնում է իր ղեկավարած շարժման և հանրապետական կուսակցության տարբերությունը։ Ընտրում եք հանրապետական կուսակցությանը կամ իշխանական կոալիցիային, դուք ընտրում եք ստրկությունը։ Ընտրում եք Հայ ազգային կոնգրեսին, դուք ընտրում եք ձեր ազատ ապրելու հնարավորությունը։ Նոր Նորքում ավագանու ընտրություններից 13 օր առաջ արվեստագետ Լևոն Իգիթյանը բանավեճի է հրավիրում ընտրություններին մասնակցող հակառաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ձեռնոց եմ նետում, եթե այդքան տղամարդը, եթե ինքը ուզում է հայ լինել, հայ, եթե ինքը մայրաքաղաք է սիրում, դուրս գա այդ բանավեճին։ Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ մայիսի 31-ի ավագանու ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Մայիսի 31-ը մեր բոլորիս ծննդյան օրն է։ Բարգավաճ Հայաստանի քարոզ Չահոլովակն ազդարարում է, որ ավագանու ընտրություններին մասնակցում է իրենց ոլորտների լավագույն ներկայացուցիչներով։ Հավատացեք, ձեր հավատքին տեր կանգնեք։ Ծառուկյանը շարունակում է, որ 15 տարի կառուցել է հիվանդանոց, եկեղեցի և դպրոց, ապացուցելու ոչինչ չունի։ Վստահեք մեզ, մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, մեր թիմին։ 2013-ի ավագանու ընտրություններից 13 օր առաջ Հայեղափոխական դաշնակցությունը հույս ունի, որ ընդդիմադիր 4 ուժեր կկարողանան մեծամասնություն վերցնել Երևանի ավագանիում և միայն ավագանիում կկարողանան միավորվել։ Ով որ ընտրությունից միավորվեց ընդդիմադիր քաղաքապետ ձևավորելու հարցում, նաև ձեզ համար պարզ կլինի, թե որ ուժը իշխանության խաղը խաղաց։ Իսկ միավորվելուց հետո քաղաքապետին ընտրելն արդենս դաշնակցության խնդիր չի լինի։ Քարոզարշավի այսօրը Բարև Երևան դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը մոտ 3 ժամ անցկացնում է հատուկ քննչական ծառայությունում։ Որպես վկայի հրավիրված հարցաքննության հրավիրվելու առիթը ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության և նախագահի ընտրությունների արդյունքներից դժգոհ ժողովրդի բախումն էր։ Այդ օրը ոստիկանները դաժան ծեծի էին ենթարկել քաղաքապետի ապագա թեկնածուին։ 8 տարեկան երեխա եւ 7 տարեկան երեխայի դեմ իրենց օրը քաշքշում են։ 60 տարեկան մոր առաջ իրաց տղային քաշքշում են։ Դրանից ավելին չասեն։ Քարոզարշավի օրերին Երևանի ոստիկանապետը նշանակվում մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով քաղաքացի Գրիշա Վիրաբյանի հանդեպ խոշտանգումների մեջ մեղադրվող Աշոտ Կարապետյանը։ Դա ոչ այլին չէ, քան շատ ծաղր մարդու իրավունքների եվրոպական դատարանի նկատմամբ։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշերանին զայրացնում են քարոզարշավի այս օրերին տարածվող լուրերը, թե ավագանու ընտրություններին մասնակցող իր կուսակցությունը ընտրողներին խտացրած կաթու մեղր է բաժանում իբրև ընտրակաշառք։ Խորհուրդ եմ տալիս խոսելուց առաջ մտածել, թեման փակում է Տիկին Բիշերյանը։ Կենտրոն համայնքում քարոզարշավ իրականացնող Տարոն Մարգարյանը խոստանում է ավելի մշակութային Երևան, այս 4 տարիներին ըստ նրա բազմաթիվ արվեստի դպրոցներ ու գրադարաններ են ջեռուցվել, ինչպես կարելի է չտեսնել գործող քաղաքապետի նվաճումները։ Պետք է ունենանք ավելի լավ բակ, պետք է ունենանք կանաչապատ Երևան։ Слепой только может не видеть, что Тарон делает, или те, которые не хотят видеть։ Բոլորի գովազները նայել են։ Ոչ մեկը չի խոսում քաղաքի տնտեսությունից, մենակ խոսում են իշխանությունը գրավենք, մայրաքաղաքը գրավենք, հետո անցնենք ռեսպուբլիկան գրավենք, դա սխալ է։ Սա քաղաքական պաշտոն չի։ Ամեկ+-ի մեդիա կենտրոնի ընդդիմադիր հյուրերը մի քիչ այլ կարծիքի են, քաղաքապետի ընտրությունը քաղաքական ընտրություն է։ Ինչը որ երևում է, ծառ, ծաղիկ, նստարան, չգիտեմ, լուսավորություն, այդ ամեն ինչը կախված է փող լվանալու հետ։ Գործ ունեք դասական կրիմինալի հետ։ Այսինքն չկա քաղաքական պատասխանատվություն։
Բարև Երևան դաշինքի ներկայացուցիչն այստեղ փորձում է հասկանալ, թե ինչու է Հայ ազգային կոնգրեսն իրեն ներկայացնում որպես միակ ընդդիմություն։ Եթե դուք ձեզ համարում եք երկրորդ համարեք, եթե դուք ձեզ համարում եք առաջին համարեք, միևնույն է որոշողը ընտրողն է։ Կոմունիստական ցույցի մասնակիցներից մեկը բողոքում է, որ իրեն ընտրակաշարք չեն տվել իր կուսակցական պատկանելիության պատճառով, բայց հայտնի է, որ կոմունիստները երբեք չպիտի կորցնեն իրենց գոնությունը։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ Այբֆեբլուսը կշարունակի իր աշխատանքը վաղը։ Ես կոմունիստ եմ, ես ասեցի, ինձ 10,000 դրամ չտվեց, որ միանակ ծեր անժարանք թոշակառու է։ Ասեց, որ կուսակցությունից եք, բոլորին։ Ես ասեց, կոմունիստական կուսակցություն եմ, ես ընտրելու համար պաշտ չեմ։ Ասեց, եթե կոմունիստական կուսակցությունից դրամ չես տա։ Я понял, какой ужасный проступок совершила ты, Анна. Ты дала врагу ключ к сердцу нашей партии. Ты потеряла бдительность. А бдительность, товарищи, у нас, коммунистов, должна быть в крови.